2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 643.4 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 76.9 միլիարդ դրամով կամ 13.6%-ով։ Տեղեկությունը հայտնում էին պետական եկամուտների կոմիտեից։ Կառավարության որոշմամբ 4 միլիարդ 52 միլիոն դրամ ֆինանսավորում է հատկացվել մարզերում 37 մանկապարտեզի հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքները մեկնարկելու եւ նախակրթարաններ հիմնելու նպատակով։ Համաձայն ընդունված որոշման պետական ֆինանսավորում կտրվի նաեւ դպրոցների եւ մանկապարտեզների նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ Շրջակա միջավայրի նախարարության Հայանտար պոակի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր բնապահպանական համագործակցության շրջանակում։ Հուշագրով նախատեսվում է իրականացնել անտառավերականգնման եւ անտառապատման աշխատանքներ շուրջ 273 հեկտար տարածքում ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ։ Համագործակցությունը ներառում է ծրագրերի համատեղ պլանավորում, համապատասխան տարածքների ընտրություն, ոլորտային փորձագետների ներգրավում, ինչպես նաև իրականացված աշխատանքների վերաբերյալ տվյալների փոխանակում։ Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296.419 դրամ։ Մասնավորապես պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4%-ով եւ կազմել 227.711 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով եւ կազմել 323.244 դրամ։ Իրանի պատերազմի պատճառով Եվրամիությունում վառելիքի ծախսերը աճել են 16 միլիարդ դոլարով։ Հակամարտության սկզբից ի վեր Եվրամիությունում բնական գազի գինը բարձրացել է մոտ 70%-ով, իսկ նավթինը մոտ 60%-ով։ Եվրամիությունը հատուկ քայլերի փաթեթ է մշակում, որը կօգնի անդամ երկրների կառավարություններին պաշտպանել բնակչությանը եւ բիզնեսին թանկացումներից։ Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի դեֆիցիտ է առաջացել։ Բլումբերգը հաղորդում է, որ հարյուրավոր լցակայաններում վառելիքի պակաս է զգացվում, քանի որ վարորդները խուճապի են մատնվել մերձավոր արևելքի պատերազմի պատճառով առաջացած թանկացումներից ու մատակարարման խնդիրներից եւ շտապել են լցնել իրենց մեքենաների բաքերը։ Էներգետիկայի նախարարությունից էլ հայտնել են, որ մոտ 900 կայաններում վառելիքի տեսակներից գոնե մեկն արդեն սպառվել է։ Միացյալ Նահանգներում ավտոմեքենաների վաճառքը առաջին եռամսյակում տարեկան հաշվարկով նվազել է 5.3%-ով եւ կազմել մոտ 3.71 միլիոն միավոր։ Մի շարք խոշոր ավտոարտադրողներ, այդ թվում Ford Motor-ը եւ Tesla-ն դեռևս չեն հրապարակել առաջին եռամսյակի տվյալները։ Վերլուծաբանները կարծում են, որ Tesla-ն եռամսյակային վաճառքը ավելացրել է 8.6%-ով, ավելի քան 365,000-ով։ ՄԱԿ-ի տվյալներով 2026 թվականի մարտին պարենի գների համաշխարհային ինդեքսը կազմել է 128.5 կետ, աճելով 2.4%-ով նախորդ ամսվա համեմատ։ ՄԱԿ-ի գնահատմամբ աճը պայմանավորված է էներգակիրների գների բարձրացմամբ, որը կապված է մերձավոր արևելքում շարունակվող հակամարտությամբ։ Միաժամանակ նշվում է, որ պարարտանյութերի մատակարարումների խափանումները նպաստում են շուկաների անորոշությանը։ Չնայած դրան, հացահատիկի համաշխարհային մատակարարումների իրավիճակը գնահատվում է համեմատաբար կայուն։ Երեխաների պաշտպանվածության հարցը արդեն տեղափոխվել է նաև թվային միջավայր։ Սոցիալական ցանցերի բացասական հետևանքները դեռահասների համար բազմաթիվ են, ու վերջին շրջանում մի շարք երկրներ սկսեցին արգելափակել սոցիալական ցանցերը դեռահասների համար։ Այդ ճանապարհով է փորձում շարժվել նաև Հայաստանը։ Մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Իրականացվում է հետազոտություն որոշակի, որպեսզի դուրս բերվեն այն հիմնական եւ մոտեցումները եւ ռիսկերը եւ հնարավորությունները, որ մեր երկրում կան եւ հնարավորություն են տալու այս կարգավորումը
առավելագույնս ճշգրիտ եւ թիրախային եւ ընդունել եւ կիրառել։ Նախադպրոցական կրթության ոլորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով կատարվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց վերանայվել է նախակրթարաններում երեխաների ընդունելության տարիքային շեմը, որոշ դեպքում սահմանելով 3, որոշ դեպքերում 4 տարեկան։ Այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը կլինի նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունը 3-ից 6 տարեկան երեխաները կարող են ընդգրկվել եւ այն հաստատությունները, որոնք կլինեն այլ բնակավայրերում, որտեղ կան մանկապարտեզներ, սակայն նախակրթարանի գործելու կարիքը կլինի 4-ից մինչև 6 տարեկան երեխաները կարող են ընդգրկվել։ Շատ ծնողներ հաճախ ստիպված են լինում ամիսներով հերթի մեջ մնալ, որպեսզի կարողանան իրենց երեխային եւս ընդունել մանկապարտեզ ու նախակրթարան։ Հերթերը հնարավորինս քչացնելու նպատակով նախատեսված է 500 մանկապարտեզի կառուցում։ Այս փուլում 301 հաստատությունում արդեն աշխատանքներն ավարտված են։ Հատկապես COVID-19-ից հետո մենք ունեինք իրավիճակ, որ երեխաները կարող է 2-3 տարի սպասեին եւ միայն վերջին տարում լավագույն դեպքում ընդգրկվեին նախադպրոցական կրթության մեջ, այս փոփոխությունը օրենսդրական հնարավորություն է տալու, որ երեխաները ավելի երկար ժամանակ ընդգրկված լինեն եւ գործող նախակրթարանները իրենց ամբողջ ներուժը օգտագործեն նախադպրոցական կրթություն ապահովելու մեջ։ 2021 թվականին 3-ից 5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 64.3%, հիմա այս ցուցանիշը հասել է 81%։ Հայաստանի բնակավայրերից 229-ում բացարձակապես նախադպրոցական կրթական հաստատություն չի գործել, այսօր արդեն այդպիսի բնակավայրերի թիվը հասել է 87։ Կառավարությունն իր առջև նպատակ է դրել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթությունը լինի հասանելի։ Երևանում հանքեր շահագործողների համար սահմանվել են բարեկարգման նոր պարտադիր պահանջներ։ Մասնավորապես նախատեսվում է հանքի հարակից ընդհանուր օգտագործման ճանապարհների բարեկարգում, խճապատում եւ վերանորոգում։ Պարտադիր է նաեւ հանքից դուրս եկող մեքենաների անիվների լվացման ապահովումը, ինչպես նաեւ փոշու նվազեցման նպատակով ջրցան սարքավորումների տեղադրումը։ Նոր կարգավորումներով նախատեսվում է նաեւ օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրում, տվյալների առցանց հասանելիությամբ եւ համայնքի կողմից վերահսկման հնարավորությամբ։